Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգարժան կառավարություն, հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, պարոն Պապիկյան, 2026 թվականին պաշտպանության համար նախատեսված ծախսերը ավելի քիչ են, քան 25 թվականին, բայց մենք գիտենք, որ 25 թվականին պաշտպանության համար ծախսվել է շատ ավելի մեծ գումար, քան 24 թվականին, ինչը պայմանավորված էր կոնկրետ պաշտպանական ծրագրեր իրականացնելու համար։ Դուք մի քանի անգամ անդրադարձել եք այս թեմային, բայց վերջերս Արագածոտնի մարզում հանդիպումներ ունեցա քաղաքացիների հետ, որտեղ քաղաքացիները անհանգստություն ունեին մեղմ ասած պաշտպանական ծախսերի կրճատման հետ կապված։ Խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնաք այս հարցին, փարատելու մեր քաղաքացիների անհանգստությունները։ Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Համեցեք։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես իհարկե պատրաստվում էի վաղը ելույթիս ընթացքում այս հարցին ավելի հանգամանալից անդրադառնալ, բայց հիմա ներկայացնեմ այն ինչ մի քանի անգամ արդեն առիթ եմ ունեցել ներկայացնելու։ Նախ պիտի խոսեմ նրա մասին, որ պաշտպանական ծախսերը սկսած 23 թվականից էապես աճել են, այսինքն 23, 24, 25 եւ արդեն նախատեսվող 26 թվականներին իրականացվել են եւ իրականացվելու են աննախադեպ ծախսեր։ Սրանք էապես փոխել են այս ծախսերը մեր հնարավորությունները, խոսքը վերաբերում է եւ բանակի կարիքների, եւ զինծառայողների սոցիալական վիճակի եւ բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների, ինժեներական աշխատանքների, այսինքն այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր է եղել մեր կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին։ Այն, որ 25-ի եւ 26-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, որովհետև երբ համեմատենք 24 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն եւ 26 թվականի նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 23, 24 եւ 26-ի միջև, այստեղ իրական դիսբալանսը տեղի ունեցել 25 թվականին հօգուտ պաշտպանության նախարարության, որովհետև ելնելով տարածաշրջանային զարգացումներից տվյալ պահի մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 25 թվականին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս առաջին հայացքից խզվածքը, որը իրականում որևէ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որը արել է ադեկվատ կառավարությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն նախարար, կարծում եմ մեր քաղաքացիները լսեցին եւ առիթ ունեն անհանգստանալու, հատկապես այն քաղաքացիները, որոնց որդիները ծառայում են հայկական բանակում։ Շնորհակալ եմ։ Եվ հավելեմ նաեւ, որ եթե մեր քաղաքացիները ծանոթացել են վարչապետի հայտարարությանը, ապա նրանք կարող են կազմել խմբեր, դիմել համապատասխան հասցեով, նամակ ուղղել, եւ այդ խմբին մենք կարող ենք ծանոթացնել մեր տեղական եւ նաեւ ձեռք բերված սպառազինության միջոցներին։ Շնորհակալ եմ։